Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում է, նախատեսված է նրա հանդիպումը Էրդողանի հետ։ Օրակարգը չի հանրայնացվում, երկկողմ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին նույնպես ոչինչ չի հաղորդվում։ Ադրբեջանը կրկին կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ, այս անգամ կրակոցների թիրախում ներքին հանդներ, բնակերից ունե վնասվել։ Իրանք մեր ապրելը չեն ուզում։ Ուզում են, որ մենք միշտ խեղճ լինենք։ Դաշնակցությունն ու մի խումբ փաստաբաններ ահազանգում են Երևանում եւ մարզերում ձերբակալում են ընդդիմության կողմնակիցներին։ Լրիվ անհասկանալի մի իրավիճակ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարում է, առաջիկայում կհրապարակվի ՀԵՑ-ի ազգայնացման կոնկրետ ծրագիրը, որը ակնհայտ բերելու է որակական փոփոխություններ։ Հնարավորություն ընձեռելու բոլորին ստանալ իրենց հասանելիք։ Բողոքի են դուրս եկել արցախցիները, կառավարությունից պահանջում են վերականգնել դրամական աջակցության ծրագիրը։ Տուն չունենք, որտեղ ապրենք։ Մինչ Թրամփը երկու շաբաթից կասի, արդյոք Միացյալ Նահանգները ուղիղ կմասնակցի պատերազմին, Իրանի գլխավոր դիվանագետը մեկնել է Եվրոպա, բանակցությունների, Իսրայել-Իրան պատերազմի 8-րդ օրն է։ Հայաստանի վարչապետը Ստամբուլում է, որտեղ երեկոյան նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Էրդողանի հետ։ Օրակարգը փակ է, հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին նույնպես ոչինչ չի հաղորդվում։ Վարչապետի թիմակիցները միայն երեկ պնդում էին, որ առանցքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է մի բան, որ Անկարան կապում է հայ-ադրբեջանական հաշտեցման հետ։ Խորհրդանական ընդդիմությունը մեծ վերապահումով է վերաբերվում այս այցին, պատահական չհամարելով նախօրեին Իլհամ Ալիևի այցը Թուրքիա։ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններ հաստատելու օրակարգն է այցի հիմքում։ Վարչապետ Փաշինյանի գնահատականն է ընթացող գործընթացին, որը նա ըստ կառավարության հնչեցրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ Հայաստանի ղեկավարը հույս ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա մեկնարկեց կեսօրից հետո Նիկոլ Փաշինյանը արդեն հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Փաշինյան-Էրդողան հանդիպումը Ստամբուլում լույս տեսնող հայալեզու ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի Երևանի ժամանակով 7-ին պետք է մեկնարկեր։ Նախ դեմ առ դեմ ձևաչափով, ապա բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ։ Քննարկումների կամ բանակցությունների վերաբերյալ հրապարակումները նախատեսված են միայն գրավոր լինել է, այս պահի դրությամբ համատեղ մամուլի ասուլիս չէ ձեռագրված։ Կառավարական պատվիրակության կազմում արտգործնախարարն է հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնաց ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են, երթմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները։ Հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպումը մոտ 2 ժամ է տևել։ Ըստ Արա Գոչունյանի, Պոլսո հայոց պատրիարքն այս պահին Միացյալ Նահանգներում է, իսկ հանդիպմանը պատրիարքարանից հոգևորականներ չկային։ Ներկա էր միայն հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչը։ Վարչապետ եկեղեցի կաթողիկոս լարվածության պայմաններում քահանաներ չկային նաև Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում, որտեղ վարչապետն այցելել էր մոմ վառելու եւ դրա մասին տեսանյութ հրապարակել։ Որևէ փաստաթղթի ստորագրման մասին ներկաներից Արա Գոչունյանի խոսքով վարչապետը չի խոսել, շեշտը դրել է Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման վրա։ Հայաստանում վերջին շրջանին հնչած որոշ հայտարարություններ այստեղ էլ գրկնեց, Ստամբուլում էլ գրկնեց պարոն վարչապետը, նավանդ այն իմաստով, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը արդեն ժամանակի հարց է,
Սա բայց այդ ժամանակը իհարկե կա ուշ կլինի, շուտ կլինի, չի լինի, չենք իմանում մեր ցանկությունն է, սա այսինքն որ հնարավորինս գործընթացը թափ ստանա։ Փաշինյանը տեղեկացրել է, որ Էրդողանի հետ Երևանի առաջ քաշած տարածաշրջանի ապաշրջափակման խաղաղության խաչմերուկ ծրագրից է ուզում խոսել։ Ինքը սա օրինակ 2 տարի առաջ, գուցե նույնիսկ 6 ամիս առաջ իր կողմից այսպիսի այցելություն անիրադես դարեր համարվեր, իսկ արդեն հիմա իրադեսական է այսպիսի բան, հետևաբար սա պետք է համբերադար հետևական աշխատանք տանել, որպեսզի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների այս որակը փոխվի եւ նրանց որակի փոփոխությունը արդեն դարաձաշրջանի իրադրությունն էլ կարող է պայմանավորի։ Բայց միևնույն ժամանակ Գոչունյանի խոսքով վարչապետը կոչ է արել Էրդողանի հետ այսօրվա հանդիպումից չափազանցված ակնկալիքներ չունենալ։ Սա իրարու հետ պետք է մենք քննարկենք, մեզ համար սա էսպային որ այն է որ զանազան հարցերու շուրջ ներառյալ խաղաղության խաչմերուկ նախագիծը ստանի դիրքորոշումը առավել ուրեմն ընկալելի լինի Թուրքիային, որ այդ հիման վրա կարելի լինի ըստ այսպես պայմանական խոսքով հաշվարկներ անել կամ կանխատեսումներ անել։ Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները պատմական են որակում։ Օրակարգը կողմերը չեն հրապարակել, բայց դեռ նախորդին վարչապետի թիմակիցները պնդում էին առանցքում հայ-թուրքական կարգավորումն է, սպասում են, որ պայմանավորվածությունները արդյունքի կվերածվեն, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանը կբացվի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան Ֆրանս Պրեսին հայտնել է, որ կողմերը կքննարկեն համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը, ինչպես նաև Իրան-Իսրայել հակամարտության տարածաշրջանային հետևանքները։ Ինչ պայմանագիր հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանականն է նկատի ունեցել պաշտոնյան հայտնի չէ։ Հնարավոր է փաստաթղթերի ստորագրում։ Իշխանության ներկայացուցիչները Երևանում չէին շտապում Ստամբուլյան բանակցությունների հնարավոր զարգացումներից խոսել։ Ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը կապված 3-րդ դիվանագիտական անձնագրեր գրող կամ երրորդ պետության քաղաքացիների Հայաստան եւ Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հնարավորության հետ, ապա դու գիտեք, որ մենք ավելի լայն օրակարգ ունենք եւ մենք ըստ էության մշտապես խոսում ենք եւ շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ բնականon դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելով մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, առարկային տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի Հանրապետության հետ։ Աշխարհակաղակական այս զարգացումների ֆոնին չափազանց կարևոր է հարևան երկրների հետ, ուրեմն ուղիղ հարաբերությունների հաստատումը առանց երրորդ երկրների միջամտության եւ միջնորդության։ Ընդդիմությունը կարծում է Փաշինյանի իշխանությունը նպաստում է Թուրքիային տարածաշրջանի գլխավոր խաղացողի դեր վերապահելուն, ինչը պատիվ ունեմից Տիգրան Աբրահամյանի կարծիքով չի բխում Հայաստանի շահերից։ Այն հանգամանքը, որ Թուրքիային նաեւ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ բերում են, այսպես ասեմ, որպես հարավային Կովկասի նայող, հատկապես այն համատեքստում, երբ որ մեր ռեգիոնի բալանսն ապահովող երկու երկրները այսօր մխրճված են պատերազմական գործողություններում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը Իսրայելի եւ ավտոմատ, որի պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում բարձրանում էր եւ ազդեցությունը, հիմա այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը եւ այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը բնականաբար որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից։ 21-ի վերջից ընթացող կարգավորման գործընթացում ոչ Երևանը, ոչ Անկարան պաշտոնապես նախապայմաններ չեն դնում, բայց թուրք պաշտոնյաները պարբերաբար հայ-թուրքական կարգավորումը կապում են հայ-ադրբեջանական հաշտեցման հետ, անգամ Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանի ճանաչելուց հետո։ Նիկոլ Փաշինյանը սկսեց իրական եւ պատմական Հայաստանի դիսկուրսը, արևմտյան Հայաստանն ասած Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է։ Օսմանյան Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայտարարեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ
չի մտնում։ Նույն թուրքական լրատվամիջոցների հետ այդ հարցազրույցում Հայաստանի վարչապետը անմիջական հարևանների հետ խաղաղությունը կարևորեց, բայց կարգավորումը մեկ է տեղից չշարժվեց։ Սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու պայմանավորվածությունը արդեն երրորդ տարին է չի կատարվում։ Արդյոք այս այցով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացները միմյանցից զատելու հարցում շրջադարձ հնարավոր կլինի ապահովել։ Ապագան ցույց կտա, ընդդիմադիրները սակայն խիստ թերահավատ են խաղաղության համաձայնագիր կնքելու Ադրբեջանի նախապայմաններից չհրաժարվելը հաշվի առնելով։ Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը չի կասկածում Փաշինյանից մեկ օր առաջ Ալիևի այցը Թուրքիա պատահական չէր։ Երկու դաշնակիցները ժամացույցներն են ճշգրտել։ Որևէ դրական ակնկալիք չունեմ, մանավանդ այս զարգացումների ֆոնին։ Մի մարդ, որ ասում է, ես մինչև 22 թվականը ֆորպոստի վարչապետ էի, հիմա Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետը, այդ մարդուն մի հատ հարցրեք, այսինքն դու ֆորպոստում հեղափոխություն ես արել, իշխանության ես եկել։ Ստամբուլահայ խմբագիր Արա Գոչունյանի խոսքով վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Էրդողանին Հայաստան հրավիրել մասնակցելու հաջորդ գարնանը Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Երկու առաջնորդները վերջին անգամ դեմ առ դեմ զրուցել էին Տիրանայում, հենց եվրոպացի առաջնորդների այդ հավաքի կուլիսներում։ Իդեպ, եթե Ստամբուլի Սուրբ Աստվածածի Նաթորանիստ Մայր եկեղեցում առաքելական եկեղեցու քահանաներ չդիմավորեցին վարչապետ Փաշինյանին, Ստամբուլի Կապույտ մզկիթում նրան դիմավորեց եւ ուղեկցեց մահմեդական հոգեվորականը։ Եվրոպեներ առաջ վարչապետի խոսնակը տեղեկացրեց, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը արդեն մեկնարկել է։ Միջազգային մամուլը ևս անդրադարձել է Թուրքիայում այս օրերին ընթացող իրադարձություններին։ Արևմտյան մամուլը մասնավորապես ընդգծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը սկսվեց Փաշինյանի մի շարք զիջումներից հետո։ Հիշեցում կա նաև երեկ կայացած Ալիև-Էրդողան ջերշփման ժամանակ հնչած շռայլ գովաբանությունների մասին։ Ղարաբաղում պատերազմը փակեց ցեղասպանության թեման, հարցնում է BBC ռուսական ծառայությունը մանրամասնելով։ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումների մերձեցումը սկսվեց Փաշինյանի կողմից լայնածավալ զիջումներից հետո։ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, հարևանների նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը եւ ցեղասպանության հարցը օրակարգից հանելը նշանակում են, որ այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման համար։ BBC-ն միաժամանակ փաստում է, որ չնայած հայկական կողմի զիջումներին Անկարան ունի նախապայման, նախ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հայկական դիվանագիտության խնդիրն այժմ այս երկու գործընթացները միմյանցից անջատելն է։ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպման արդյունքները ցույց կտան, թե արդյոք Թուրքիան պատրաստ է դրան, եզրափակում է հոդվածագիրը։ Le Monde հիշեցնում է, որ 3 Ադրբեջանի նախագահն էր Թուրքիայում Էրդողանի հետ բանակցությունների համար։ Իլհամ Ալիևը փառաբանեց թուրք-ադրբեջանական դաշինքը որպես նշանակալի գործոն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակով, փաստում է ֆրանսիական լրատվամիջոցը հավելելով. Էրդողանը կրկնեց իր աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Հայ-թուրքական առաջընթացի հնարավորությանը հիմա էլ պետք է զգուշավորությամբ մոտենալ, գրում է թուրքական Daily Sabah-ը մանրամասնելով, թեև երկու կողմերն էլ երկխոսելու պատրաստակամություն են հայտնել, սակայն դեռևս ճանապարհային քարտեզի հետ չի եկել նրանց երկարատև վեճերը լուծելու համար։ Ադրբեջանական կալիբերը նշում է, այս այցը ուղղված է ոչ թուրքերին, ոչ էլ նույնիսկ ադրբեջանցիներին։ Ազդանշանի հիմնական հասցեատերը Արևմուտքն է, որ Երևանից պահանջում է դրական դինամիկա։ Նրանց անհրաժեշտ են գեղեցիկ նկարներ, հալեցման մասին վերնագրեր, փոխադարձ հարգանք եւ բաց սահմաններ բառերով տեքստեր։ Հայ-թուրքական հարաբերությունները սակայն կախված են ոչ թե այդ գեղեցիկ խոսքերից, այլ Հայաստանի ղեկավարության կոնկրետ քայլերից, առաջին հերթին պաշտոնական Բաքվի վաղուց հնչեցրած պայմանների կատարման ուղղությամբ, պնդում է Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերով հայտնի լրատվամիջոցը։
Նույնն է նշում նաև ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն Մինվալի հետ զրույցում։ Միաժամանակ վերլուծաբանը հավելել է. Բաքվի եւ Երևանի միջև համաձայնագրի կնքումը արագացնելու մասին Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրադարձությունները արագ են զարգանում, եւ մինչ Ռուսաստանը եւ Իրանը ներգրավված են պատերազմների մեջ, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, այդ թվում Զանգեզուրի միջանցքի բացումը համապատասխանում է ամբողջ տարածաշրջանի շահերին։ Շահինօղլուն կարծիք է հայտնել, թե հենց այս գաղափարն է այսօր նախագահ Էրդողանը ներկայացնելու վարչապետ Փաշինյանին։ Աշխատանքային այցով Ստամբուլ է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցելու իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի նախատեսվում են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ, թե ում հետ չի նշվում։ Ինչպես տեսակ, այսօր Ստամբուլում է Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, նախօրեին էլ Թուրքիա էր այցելել Ադրբեջանի նախագահը։ Ու մինչ Փաշինյանը Ստամբուլում է, Թուրքիայի ամենաջերմ դաշնակից Ադրբեջանը կրակ է բացել կրկին Հայաստանի, մասնավորապես Սյունիքի ներքին հանդի ուղղությամբ, վնասելով բնակելի տուն։ Սյունիքում կրակոցները ակտիվացել են մարտից, երբ Երևանը եւ Բաքուն հայտարարեցին, թե համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, որը Ադրբեջանը չի ստորագրում։ Այսօր վաղ առավոտյան ներքին հանդում մարդիկ արթնացել են ադրբեջանական կրակոցների ձայներից։ Քնած ենք եղել, 5-10 ես կինս, երեխաս, մայրիկս, եկել աղբերս։ Բարձր է կրակոցները, ձայնից արթնացել ենք, հետո տեսելով արդեն կրիչին էլ ակապում։ 5 փամփուշտ Պողոսյանների տան ուղղությամբ է արձակվել։ Բարեբախտաբար վնասվել է միայն տանիքը։ Տանիքը ոչինչ, բայց այստեղ 9 ամսական փոքրիկ է մեծանում։ Հայրը Վահագն Պողոսյանն ասում է, կրակոցներն անկանոն էին, իրենց տունն էլ ադրբեջանական դիրքերից ուղիղ գծով 100 մետր է։ Առավոտն էլ է տենց, բայց 2 անգամ թեթև առանց վնաս տալու տենց։ Ահագին ժամանակա բան չկար, էլ տենց արտառոց կրակոցի ձայներ չկար։ Երեկվա կրակոցների մասին Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի հաղորդել, իսկ այսօրվա միջադեպի մասին հայտարարել է առավոտյան 8-ից 9 ընկած հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ։ Բնակելի տուն է վնասվել, մարդիկ չեն տուժել։ Նայեցի ժամացույցին, դիմացույց 5:30-ի սահմաններում։ Մի երևի մոտավոր մի 40 րոպեի ընթացքում ոնց որ անընդհատ 3 հատ ոնց որ կրակ են լռեն նորից, դե մենք ինչ իմանանք ինչա կատարում։ Ներքին հանդում ապրող Լուսինե Բաբայանը պատմեց, ավելի ուշ են իմացել, որ մի տանիք է վնասվել։ Իդեպ այստեղ ապրողները բոլորովին այլ ժամ են նշում, ոչ թե 8-ից 9, ինչպես նախարարությունն է նշում, այլ ավելի վաղ, մոտ 5:30 րոպեին, ինչու են լավ հիշում, որովհետև անկողնում են եղել։ Ներքին հանդում արդեն մի քանի տարի է ադրբեջանական դիրքերն այնքան են մոտեցել, որ այստեղ անասուն պահող չկա, այսինքն շատ վաղ արթնանալու ոչ մի առիթ։ Դուղացին ոչ մի ձևի, ոչ մի բան չի կարող անի, 2 առուց բանջարեղեն ացանում ենքան, որ վերջը ներկա է ագյուղում, բայն չան ինչով ապրի։ Խոշոր չի կարողանում պահի, խոս չի կարողանում պահի, մի քանի հավա ու մի քանի մեղուն էլ ինչ, մեղուն ոչ սահման կա ոչ բան, թռիչք անում նեկտարը բերում։ 44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղը սահմանային դարձավ, շատերը անասնապահությունից հրաժարվեցին։ Գյուղի վերջին մի քանի կովերը պայթեցին ականապատ դաշտերում։ Ներքին հանդում հիմա միայն մեղուներն են ազատ ելում ու տանում։ Գյուղը շուրջ 400 փեթակ ունի։ Ներքին հանդում 45 հոգով են ապրում, շուրջ 20 ընտանիք։ 44-օրյայից հետո այստեղ պարբերաբար սեղմվել է օղակը։ 22-ին էլ ադրբեջանական հարձակման ժամանակ գյուղի հողերը, գերեզմանոցը, խմելու ջրի աղբյուրները անցան ադրբեջանի հսկողության տակ։ 3 կողմից ադրբեջանական դիրքերով սեղմված մարդիկ սակայն զարմացած են վերջին կրակոցներից, որովհետև շուրջ տարի ու կես է այստեղ կրակոցները լռել էին, մինչև 3։ Ոնց կարած դուրս գաց, ոնց կարած պատասպարվեց, նամանավանդ մեզ եթե նկուկ չունենք, ինչ որ ապահով տեղ չունեք, ոչ ման չէ, այնքան որ պիտի համբերես, լռի հետո կարած դուրս գաց։ Որ հայ-թուրքական հանդիպումներից հնարավոր է խաղաղության հեռանկար բացվի, ներքին հանդում առանձնապես լավատես չեն։ Լուսինե Բաբայանն ասում է, ադրբեջանական մարտական դիրքերը գյուղի վարչական տարածքում են, իրենք ոչ լիարժեք հող մշակելու, ոչ անասուն պահելու հնարավորություն չունեն։ Որ թշնամին ավտոմատը գլխից պահած ապրում է, տա ինչ խաղաղություն։
Ինչ պայմանագիր է ստիպելու ադրբեջանցիներին հեռանալ, հարցնում է ներքին հանդի բնակիչը։ Իրանք մեր ապրելը չեն ուզում։ Մեզ ուզում են, որ մենք միշտ խեղճ լինենք։ Իրա կատարած քայլերը, իրա պահանջները հասկացող մարդ էլ գիտակցում է, որ չէ։ Նրանք խաղաղության չեն գնում։ Գյուղը հիմա խմելուց ջուր ունի, կառավարությունը նորոգել է նաև բոլոր 22 տների տանիքները, փամփուշտները հենց դրանցից մեկն են ծագել։ Փոքրիկ գյուղի այս ռեֆորմները հաճելի են, բայց մարդիկ ասում են գլխավորը չեն։ Մենք բողոք շնորհակալ ենք, բայց առաջնահերթ մեծ անվտանգություն է։ Դաշնակցությունը և մի խումբ փաստաբանները հազանգում են Երևանում և մարզերում ձերբակալում են ընդդիմության կողմնակիցներին, թե ովքեր են կոնկրետ ձերբակալվել, հայտնի չէ։ Փաստաբանի խոսքով ոմանք ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով են ձերբակալվել։ Ազատությունը զրուցել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և փաստաբան Ռուբեն Մերիքյանի հետ։ Արդեն տևական ժամանակ 2-3 ժամ տարբեր մարզերի տաղազանգեր ենք ստանում մեր ընկերներից, նաև ոչ կուսակցականներից, նաև սրբազան շարժման կողմնակիցներից, որքան որ ծանոթ ենք։ Անակնկալ այսօր տարբեր պատրվակներով քաղաքացիներ են հրավիրում կամ ոստիկանություն, կամ բերման են ենթարկում, կամ որոշ տեղեր նաև տեղեկություններ կան, որ խոզարկություններ են տեղի ունենում տներում և նաև անձեն աչքով Երևանում այսօր ցանկացած մարդ որ քայլում է, տեսնում է այն ոստիկանական խոտ զանգվածները, որ լցրել են պետական շենքերի, ռադիոյի, չգիտեմ, կառավարական ամառանոցի մոտ լրիվ անհասկանալի մի իրավիճակ։ Ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, մեջբերում է, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ։ Ձերբակալություններ չեն, պարոն Մանուկյան։ Նշանակում բացատրական աշխատանք, Մսուր մանկապարտեզի դաստիարակչուհի Արփինե Սարգսյանը, թե ոստիկաններն են դաստիարակներ, որ քաղաքացիներին տանեն ոստիկանատներ, դաստիարակչական աշխատանք իրականացան։ Մեկը լինի ոստիկանության կարմիր ու սև բերետավորներին մեկ հայրական ապտակով դաստիարակչական աշխատանք իրականացնել։ Պարոն Մանուկյան, ձերբակալություններ հստական, թե պարզապես խուզարկություններ են տեղի ունենում։ Ձևակերպում է կիզնիցություն, իսկ ձերբակալությունը իրավաբանական կատեգորիա է։ Թեկուզ բերման ենթարկելու գործընթաց։ Ազանգեր ունենք, որ ոստիկանատներ քաղաքացիները տարվեն։ Հիմա ոստիկանությունը եթե դա բացատրում է դաստիարակչական աշխատանքներով, դա որ մի օրենքի շրջանակներում է տեղավորվում։ Ինչպես շատ հաճախ է պատահել, ոստիկանությունը դարձրել է դա մարդկանց առնվազն 72 ժամով ազատությունից զրկելու անխափան աշխատող միջոց, դա ապօրինի զենք զինամթերքի այսպես շակերտավորացած կասկածն է։ Ինչ այս եղած դեպքերով հարյուրավոր պարզապես դեպքերով նման կերպ մարդիկ են պահել մինչև 72 ժամ եւ որևէ դեպքով որևէ ապօրինի զենք զինամթերք հայտնաբերված չի եղել։ Այս պարագայում մենք որևէ կերպ չենք կարող հավատ ունենալ ոստիկանության այս գործողությունների հիմքի վերաբերյալ։ Առավել ևս, որ վերջի օրերին ամբողջությամբ ով էլ որ չգիտեր, բացահայտվեց ինչպես է աշխատում իրավապահ համակարգը։ SMS-ների կամ Facebook-յան գրառումների հիմքի վրա։ Եվ այս ձերբակալությունների ահազանգից հետո ներքին գործերի նախարարության խոսնակը առանց որևէ հստակության և անունների Facebook-ում գրեց, թե ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ, ուժեղացված ծառայություն են իրականացնում, ինչի շրջանակներում ձեռնարկվում են, մեջբերում եմ, կանխարգելիչ բացատրական աշխատանքներ։ Գրառման մեջ նաև զգուշացում կա ցանկացած հակաօրինական դրսևորում առանձնանալու է կոշտ հակազդման։ Քանի որ քննչական կոմիտեից ազատությանը փոխանցեցին, որ ՀՅԴ մարզային կառույցներում իրենք որևէ գործողություն չեն իրականացնում, ապա կարելի է ենթադրել, որ դրանք իրականացվում է ոստիկանությունը։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի կարծիքով քաղաքական բանտարկյալ է։ Իշխող ԿՊ-ում չեն կիսում այն կարծիքը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան արդարադատություն է իրականացնում, սպառնում է գործարարին։ Այդուհանդերձ ընդդիմադիրները ի ցույց են դնում ժամանակագրությունը, համադրելով փաստերը։ Երբ գործարարը իր աջակցությունը հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, դրան անմիջապես հաջորդեցին վարչապետի գրառումները, սպառնալիքներով և վիրավորանքներով համեմված։
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբաններից ձևավորած պաշտպանության խորհուրդն այսօր տարածած հայտարարության մեջ պնդել է. Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում եւ նրան ներկայացված մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի եւ քրեական իրավունքի հետ։ Առանց որևէ կոնկրետավորված շրջանակի կամ հասարակության ուղղված կոչի ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հայտարարության պայմաններում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղսագրումը, դրա շրջանակներում ֆեյսբուքյան արդարադատության նախապատրաստումն ու իրականացումը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը։ Սամվել Կարապետյանն օրերս պաշտպանել էր հայ առաքելական եկեղեցուն ու ասել. Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ասում է մենք մեր ձևով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Վարչապետի այս հայտարարությունից հետո Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա եւ կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Սամվել Կարապետյանը սպառնաց եւ նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։ Որևէ մեկը չի կարող Սամվել Կարապետյանի խոսքը ի պաշտպանություն եկեղեցու համարել սպառնալիք Հայաստանի Հանրապետությունը։ Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցներին իշխանությունն ու ընդդիմությունը հակադիր պնդումներ էին անում գործարար Սամվել Կարապետյանի հայտարարության հետ կապված, ինչն էլ երեկ նրա կալանավորման պատճառը դարձավ։ Իշխանության պնդմամբ գործարար Տաշիր ընկերությունների խմբի նախագահն իր հայտնի հարցազրույցում սպառնացել է պետությանը։ Խորհրդարանի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համաձայն չի այն որակումների հետ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան արդարադատություն է իրականացնում, այսինքն ֆեյսբուքի իր էջում սպառնում է գործարարին, որից հետո նրան կալանավորում են։ Մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ պետությանը սպառնում են, ինչից հետո բնականաբար պետքա գնահատական տրվի եւ քաղաքական եւ քրեա իրավական։ Եվ ինչպես այո իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետքա մնա նրանց բերանում։ Եվ հիմա այդ process-ի մեջ ենք մենք գտնվում։ Այն որ սա քաղաքական հետապնդում էր իմ համար ակնհայտ է, անկախ նրանից թե ով դա ինչպես հետագայում կմեկնաբանի։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհրդից բացի խորհրդարանական ընդդիմության համոզմամբ եւս Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է։ Իսկ պատճառն ըստ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի այն է, որ Կարապետյանը պաշտպանել է հայ առաքելական եկեղեցուն, դրանով հակադրվելով Նիկոլ Փաշինյանին, ինչը կարող է վնաս հասցնել եկեղեցու դեմ իշխանության նախաձեռնած արշավին։ Հեղինակավոր անձանց իսատարում եկեղեցու հայտարարությունները կամ որևէ գործողություն բնականաբար իշխանության համար շատ ավելի մեծ վտանգավորություն է ներկայացնում եւ իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը եւ նաեւ դրա շուրջ հնարավոր հասարակական մոբիլիզացիան, ինչը կարծում եմ որևէ արդյունք չի տալու։ Վախը նրա կակուղ փափուկ հյուսվածների մեջ է, որը երբեք չի անցնելու այդ վախը հաղթահարելու համար նա փորձելու է ցանկացած քայլի դիմել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանն այսօր տեղեկացրեց, որ խիստ սահմանափակումներ են կիրառվում կալանավորված Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Անգամ падգամավորները իրավունք չունեն նրան այցելելու, միայն փաստաբանները եւ մերձավոր ազգականները։ Աղվան Վարդանյանը կասկածներ ունի, թե ինչու են Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո տեղափոխել Արմավիր քրեակատարողական կենտրոն, հեռացնելով մայրաքաղաքից։ Որ հանկարծ մարդ չհավաքվի, միտինգներ, ցույցեր չլինեն։ Հարցին թե արդյոք ընդդիմության կողմից կլինեն գործողություններ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Աղվան Վարդանյանն ասաց, թե քննարկումներ կլինեն եւ շատ բան կախված է հենց Կարապետյանի մոտեցումներից։ Արդյոք Ռուսաստանի քաղաքացի միլիարդատեր Սամվել Կարապետյանը նպատակ ունեցել է մասնակից դառնալ հայաստանյան քաղաքական գործընթացներին։ Ընդդիմադիր падգամավոր Աղվան Վարդանյանը հարցին ուղիղ չպատասխանեց։ Իմ չիմացածը երբեք չեմ ասում, իսկ իմացածս երբեմն եմ ասում, բայց որևէ հայ արժանապատիվ հայ մարդ Հայաստանի Արցախի համար ամեն ինչ արած եւ մեծ հեղինակություն ունեցող մարդ չի կարող համակերպել այն իրավիճակին, որ
բերել են այս չարիքի իշխանությունը։ Սամվել Կարապետյանին ձերբակալելուն և կալանավորելուն զուգահեռ իշխանությունները հայտարարեցին նաև դրան պատկանող էլեկտրական ցանցը ազգայնացնելու մասին։ Դեռևս հայտնի չէ ինչպես է պատրաստվում պետությունը վերցնել մասնավոր սեփականությունը, բայց այսօր արդեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը պնդել է, որ առաջիկայում կոնկրետ ծրագիր կհրապարակվի։ Առաջիկայում կհրապարակվի հեծը պետականացնելու կոնկրետ ծրագիր, հայտարարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդատյանը սակայն ոչ ժամկետներն է հստակեցնում, ոչ էլ ասում, որ կառույցն է զբաղվում այդ հարցով և ինչպես է Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը անցնելու կառավարությանը։ ՔՊԱ-ական նախարարը պնդում է, այս հարցում հետքայլ չեն անելու։ Այս որոշման հետ կապված փոփոխություններ չեն ակնկալվում եւ փոփոխություններ չեն լինելու։ Մենք գնալու ենք պետական կառավարում իրականացնելու ճանապարհով, որը ակնհայտ բերելու է որակական փոփոխությունների։ Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը հեծը գնել է 10 տարի առաջ։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի։ Ընկերությունը պետականացնելու մասին Հայաստանի վարչապետը խոսեց 3 օր առաջ, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում մեջբերեմ իրենց ձևերով կմասնակցեն հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործընթացին։ Այս հարցազրույցից ժամեր անց Կարապետյանը հայտնվեց բանտում։ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նույն ժամերին նաև հայտարարեցին. պետականացնելու են հեծը։ Իշխանականները պնդում են, թե դա կապ չունի Կարապետյանի աղմկահարույց հայտարարության հետ։ Պատճառը քաղաքացիների դժգոհություններին լուծում տալն է։ Նույնն այսօր կրկնեց ոլորտը համակարգող տարածքային կառավարման նախարարը։ Քաղաքացիների մեծամասնությունը իսկապես էլեկտրամատակարարման որակի հետ կապված դժգոհություններ ունի եւ մենք գնում ենք այդ դժգոհությունների լուծման ճանապարհով եւ մենք գնում էինք այդ դժգոհությունների լուծման ճանապարհով, երբ որ քաղաքական հայտնի հայտարարությունները եղան։ Ազատության այս զրուցակիցը չի հերքում, հոսանքի անջատումներ երբեմն լինում են, բայց ըմբռնումով է մոտենում։ Սարքավորումը, մեքենայա, որ գնում է հիմա չի փչանում, տրանսպորտը չի փչանում, Էլեկտրականությունը։ Հեծը պետականացնելու վարչապետի գաղափարն առհասարակ նրա սրտով չէ։ Գնանք էլ այն ժամանակները, որ հոսանք չկար, որ ահավոր էր վիճակը եւ շատ հնարավոր է, որ նորից կլինի թանկացումներ հոսանքին։ Նույն մտահոգություններն ունի նաև այս կինը, ոչ մի կերպ չի հավատում, որ պետությունը ավելի արդյունավետ կկառավարի եւ կլուծի առկա խնդիրները։ Հավատ չկա, էլ չենք հավատում, վերջ։ Նրան շարունակում է մեկ այլ քաղաքացի, կրկին զայրացած։ Ինչն է լավ կառավարել մինչև հիմա, որ հեծը վերցնի կառավարի։ Միանշանակ դեմ ենք նրա բոլոր որոշումներին։ Մեր այս զրուցակիցը կողմ է, որ ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները պետության սեփականությունը դառնան, բայց մի հարց կա, որից հուսահատ է։ Էշին փալան չեկավ, մեզ էլ ղեկավար։ Այս տղամարդկանց նույնպես չի ոգևորել հեծը Սամվել Կարապետյանից վերցնելու Փաշինյանի օրակարգը։ Դի Նիկոլը հրանա, որ ամեն ինչ կարգավորի, ոչ թե վերցնի, որ լավ լինի, ընդհակառակը։ Ինքը հրանա, որ ամեն ինչ լավ է։ Ավելի լավ էր կառավարում, կասե ինքը վերցնի։ Ինքը ոչ մի բան չի կարող կառավարի։ Նիկոլ Փաշինյանի արածների ու ասացների մասին բոլորովին այլ կարծիք ունի այս կինը։ Վրդովվում է, նրա տպավորությամբ վարչապետը գնահատված չէ։ Իրան պաշտպանեք, ինքը ֆանատիկ է, ինքը այս ժողովրդի համար ֆանատիկ է, թողեք այս երկիրը փոխի, հետո կասենք դասվիդոս։ Կառավարության ղեկավարի գնահատմամբ հեծի գործունեության պատճառով Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանն այդտեղ դիտավորություն է տեսնում։ Որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Փաշինյանը երեկ նաեւ նշել էր, թե 1 ամիս առաջ է հանձնարարել ժողովրդին հասցված վնասը վերադարձնելու մեխանիզմներ ստեղծել։ Հակառակ դեպքում հեծը պետք է ազգայնացվի։ Տարածքային կառավարման նախարարությունն է զբաղվել այդ հանձնարարականով։ Գերատեսչության ղեկավարը սակայն չբացահայտեց ինչ են պարզել եւ ինչ են զեկուցել վարչապետին։ Միայն ասաց, հեծն առողջացնելու տարբերակներ փորձել են, բայց ապարդյուն։ Հետևաբար շարժվում ենք ավելի կտրուկ որոշումներ կայացնելու ճանապարհով, թույլ տվեք որոշումների բնույթը չմանրամասնել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, եթե կառավարությունը որևէ փաթեթավորմամբ հեծի կառավարումը վերցնի իր ձեռքը, ոչ մի երաշխիք չկա, որ այն արդյունավետ կիրականացվի։ Պնդում է, չունեն այդպիսի ինստիտուցիոնալ կարողություններ։ Հեծի մասին են իրենք խոսում, երբ որ նույնիսկ անիվի շրջանակներում չկարողացան այսպես մի հատ ավիաընկերություն կազմակերպել, կառավարել։
Տնտեսագետը մեկ այլ հարց ևս բարձրաձայնում է. արդյոք Բաշխից ցանցերը պետականացնելուց հետո տվյալ սեփականատիրոջը փոխհատուցում կտրամադրեն։ Ասում է, եթե դա չանեն, հետագայում խնդիրներ կունենան արբիտրաժային դատարաններում։ Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է հանգեցնել իր օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։ Օվերչուկի համոզմամբ հնարավոր սահմանափակումը կազդի զգալի թվով չվերթների վրա եւ կխաթարի բեռնափոխադրման համակարգը։ У нас сейчас с Евросоюзом нет авиационного сообщения. Մենք ներկայումս Եվրամիության հետ օդային երթևեկություն չունենք։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյոք Հայաստանը նույնպես կփակի իր երկինքը։ Армения тоже закроет небо. Եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա այո, քանի որ Բրյուսելը ձեզ կասի փակել երկինքը, եւ դուք կփակեք երկինքը, եւ դուք այլ ընտրանք չեք ունենա։ Եվ ինչ։ У вас выбора не будет. И что? Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Մոսկվան ասում է, թե Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ, զգուշացնելով Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հայտարարում են ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա։ Չլուծված հարցերի պատճառով այսօր կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախից տեղահանվածները։ 40,000-ական դրամի աջակցությունից զրկված մարդիկ դժվարանում են պատկերացնել, ինչպես են տան վարձ վճարելու, ապրելու։ Արցախցիները կառավարությունից պահանջում են վերականգնել ծրագիրը, մինչև հնարավորություն ունենան գոնե սեփական տուն գնել։ Հազարավոր արցախցիներ կառավարության աջակցությունից դուրս էին մնացել դեռ ապրիլից, սակայն բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշեց ևս 2 ամսվա գումարը վճարել։ Այսօր արդեն կառավարությունից հայտնել են, որ ծրագրում նոր փոփոխություններ չեն նախատեսում, աջակցությունից կշարունակեն օգտվել սահմանափակ թվով արցախցիներ, թե քանի արցախցի է զրկվել 40,000-ական ծրագրից պաշտոնապես չի հստակեցվել։ Առաջարկում ենք վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն Արցախից տեղահանված քաղաքացիների նկատմամբ, շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումն առանց տարբերակումների, հատկապես երբ այն վերջ է կառավարության եւ բյուջեի համար, քայլեր ձեռնարկել սոցիալական բնակարանների կառուցման եւ տեղահանվածներին տրամադրելու համար, վերացնել բնակվարձի աջակցության ծրագրում առկա տեխնիկական խոչընդոտները, հնարավորություն ընձեռելով բոլորին ստանալ իրենց հասանելիք աջակցությունները։ Հունիսից աջակցություն ես թոշակառու եմ, երևի 30,000 կստանամ ըստ նրանց որոշման, բայց 30,000-ով ես ինչ անեմ, տուն չունենք, որտեղ ապրենք, հիմա ոչինչ չունեմ, ստիպած աղջկաս հետ եմ ապրում, ինչ անեմ, պետք է ինչ-որ մի ձևով գոյատևենք, մեկա չի ստացում, եթե ես 40,000-ները կտրեմ, չի ստացվելու, մնալու ենք դրսում ենք մնալու, 30,000 ես եմ ստանալու, 100,000 աղջիկս, իսկ վարձը 180,000-ա։ Իսրայելն ու Իրանը պատերազմի մեջ են արդեն 8-րդ օրը։ Տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին տարհանում են թե Իրանից, թե Իսրայելից ու մինչ Միացյալ Նահանգների նախագահը 2 շաբաթից միայն կասի արդյոք ուղիղ կմասնակցի պատերազմին, Իրանի գլխավոր դիվանագետը Ժնևում է բանակցությունների Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ։ Մինչ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ 2 շաբաթից կասի արդյոք Միացյալ Նահանգները ուղիղ կմասնակցի պատերազմին թե ոչ, իսկ Իրանի գլխավոր դիվանագետը մեկնել է Եվրոպա բանակցությունների, Իսրայելն ու Իրանը արդեն 8-րդ օրը հարվածում են միմյանց։ Իրանն առավոտյան բալեստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքին, կայոտ տուժած այրվել են մեքենաներ, վնասվել տներ։ Հաղորդվում է, որ թիրախում եղել են ՏՏ ընկերություններ, որոնք կիբերանվտանգության ծառայություններ են մատուցում պաշտպանության նախարարությանը։
Հարվածել են նաև Հայֆայի եւ Թել Ավիվի ռազմաարդյունաբերական օբյեկտներին։ Օրվա երկրորդ կեսին Իրանը վերսկսել է հարվածները, այդ թվում Նեգևին։ Իսրայելը եւս հարվածել է Իրանի ռազմական եւ միջուկային տասնյակ օբյեկտների, Թեհրանում նաև բնակելի շենքի։ Բանակի խոսնակն ասել է, որ Թեհրանում հարվածել են նաև հատուկ նշանակության ուժերի շտաբին։ Մեր հարձակումներն ուղղված են իրանական ռեժիմի յուրաքանչյուր ռազմական օբյեկտի դեմ։ Դրանք Իսրայել պետությանը սպառնացող վտանգի մաս են։ Մեր գործողությունները խոսում են իրենց մասին։ Նրանք, ովքեր գործում են մեր դեմ, ծանր գին են վճարում։ Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, որ իրենց նպատակը Իրանի ղեկավարության փոփոխությունը չէ, այլ Իրանի միջուկային եւ բալեստիկ հրթիռների սպառնալիքը վերացնելը։ Ռեժիմի փոփոխության հարցը առաջին հերթին Իրանի ժողովրդի գործն է։ Հետևաբար ես դա չեմ սահմանել որպես պաշտոնական կամ հայտարարված նպատակ։ Դա կարող է լինել արդյունքը, բայց մեր գործողության հստակ նպատակը չէ։ Բենյամին Նեթանյահուն պնդել է, Իսրայելն ունի անհրաժեշտ կարողությունները ոչնչացնելու Իրանի ողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից ԱՄՆ-ն կմասնակցի այդ գործողությանը, թե ոչ։ Այս ֆոնին այսօր Ժնևում սպասվում է եվրոպացի պաշտոնյաների հետ Իրանի արտգործնախարարի հանդիպումը։ Ժնև մեկնելուց առաջ Աբբաս Արաղչին ասել է, որ կբանակցեն միայն միջուկային ծրագրի շուրջ, հրթիռների արտադրության հարցը չի բանակցվում։ Ապա նշել է, որ ԱՄՆ-ի հետ մտադիր չեն բանակցել, քանզի ԱՄՆ-ն մասնակցում է մեջբերում Իրանի դեմ իրականացվող հանցագործություններին։ Նախքան Ժնևյան հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում էլ Արաղչին ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը դավաճանություն է դիվանագիտության նկատմամբ։ Հարձակումից 2 օր անց միջուկային ծրագրի հարցով Իրանը պետք է հանդիպեր ԱՄՆ-ի հետ։ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումները ռազմական ծանր հանցագործություններ են։ Մենք վճռական ենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ողջ ուժով։ Իրանի նախագահն էլ ասել է, որ պարտադրված պատերազմը դադարեցնելու միակ ուղին հարձակումներն առանց նախապայմանների դադարեցնելն է։ Մասուդ Փեզեշկյանը նշել է, որ պետք է նաև երաշխիքներ տրվեն, որ դրանք չեն կրկնվի։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ ասել է, որ Իսրայելը դեռ շատ բան ունի անելու Իրանում, նախքան կդադարեցվի պատերազմը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր հերթին Ժնևի հանդիպումից առաջ ասել է, որ հաջորդ 2 շաբաթում ժամանակ կա խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։ Ֆրանսիայի նախագահն էլ հայտնել է, որ Իրանին կառաջարկվի ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը, համաձայնել, որ վերահսկվեն բալեստիկ հրթիռների արտադրության ծրագիրն ու Թեհրանի տարածաշրջանային պրոքսիների ֆինանսավորումը, նաև ազատ արձակել բանտերում պահվող օտարերկրացիներին։ Մակրոնը շեշտել է, քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները պետք է դադարեցվեն։ Կարծում եմ այսօր շարունակվող հարձակումները, որոնք ազդում են էներգետիկայի կամ քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության վրա, պետք է անպայման դադարեցվեն եւ որևէ արդարացում չկա դրա համար։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն այն լիովին դադարեցնելու առաջարկը կմերժեն, հատկապես հիմա, երբ Իսրայելը դեռ հարվածում է։ Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ 2 շաբաթում կորոշի, արդյոք ԱՄՆ-ն ուղիղ կմասնակցի Իրանի վրա հարձակմանը, թե ոչ։ Հայտարարությունում, որն ընթերցել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը, Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ այդպես է որոշել, քանզի Իրանի հետ գուցե դեռ հնարավոր լինի բանակցել։ Հիմնվելով փաստի վրա, որ մոտ ապագայում Իրանի հետ բանակցությունների մեծ հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ ոչ, ես առաջիկա 2 շաբաթում կորոշեմ մասնակցել, թե ոչ։ Իրանը զգուշացրել է, եթե ԱՄՆ-ն մասնակցի Իսրայելի հարձակումներին, ապա կհարվածեն տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրաքի իրանամետ աշխարհազորայինները եւս խոստացել են նման հարվածներ հասցնել։ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան Հեզբոլլա շարժման ղեկավար Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Իրանին կաջակցեն այնպես, ինչպես անհրաժեշտ կհամարեն։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ կոչ է արել զգույշ լինել, հավելելով, որ եթե որևէ բան ձեռնարկեն, ապա Իսրայելը կոչնչացնի Հեզբոլլան։ Իսրայել կացը նաև հրահանգել է ակտիվացնել Թեհրանում կառավարական կառույցների վրա հարձակումները։ Իրանը երեկվանից ողջ երկրում արգելափակել է ինտերնետ կապը, տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին տարհանում են թե Իրանից, թե Իսրայելից։ Իրանցիներն իրենք շարունակում են դուրս գալ երկրից։ Բեռնափոխադրող Maersk ընկերության նավերը մուտք չեն գործում իսրայելական Հայֆայ նավահանգիստ։ Շարունակվում է իրանցիների շարժը դեպի Հայաստան սահմանը հատող իրանցիների խոսքով իրավիճակը բավականին ծանր է, հարվածները շարունակվում են։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն է զրուցել սահմանը հատողների հետ։ Իրենց քաղաքից դուրս անվտանգություն փնտրող իրանցիները շարունակում են հայ-իրանական սահմանով Հայաստան անցնել։ Ագարակի անցակետում այսօր դարձյալ հիմնականում Թեհրանից հեռացած մարդկանց հանդիպեցինք։ Պատմում էին, Իրանի մայրաքաղաքը դատարկվում է, բնակիչները փորձում են ավելի անվտանգ վայր տեղափոխվել։ Երևան երկար եք մնալ։ Այո, երկար, շատ երկար։ Այս վիճակները կարգավորվում։ Այո։ Ձեր տարածքում որտեղ ապրում եք։
Բաներ եղան։ Մեր տարածքում չի եղել, բայց շրջակայքում եղել է, ինչու՞ չէ։ Մոտավորապես երբ եք Թեհրանից։ Մենք երեք Թեհրանի ժամով 6 կեսօրից հետո 6-ի։ Արդեն տենց շատ է դատարկվել, որովհետև եկողները Շատ, այո, ճիշտ է։ Ստեղ տեղ ունեք։ Այո, տուն ունենք։ Այո։ Հենց այնտեղ ապրում հիմա։ Այո։ Համընդեղ, համստեղ։ Այդպես։ Իսկ հայերի մասին ինչ կարող եք պատմել։ Չէ, հայերի հետ գործ չունեն, շատ լավ է։ Հայերի հետ գործ չունեն, ընդհանրապես։ Ընտանիքներ են գալիս։ Հա, չէ, հայերը ամենն էլ լավ են, հա։ Ինչպես եք, որտեղից եք։ Թեհրանից եմ։ Ինչ իրավիճակ է այնտեղ։ Անկեղծ ասած չգիտենք, այն տարածքում որտեղ մենք էինք ամեն ինչ լավ էր, բայց վստահ չեմ, մենք որոշ բաներ լսեցինք, բայց մենք շենքում էինք։ Դուք պլանավորում եք մնալ Հայաստանում, թե… Ոչ, մենք ապրում ենք Միացյալ Նահանգներում, այցելության էինք գնացել Իրան։ Ես Թեհրանից 3 մեքենայով հասել եմ Ուրմիա, իսկ այսօր առավոտյան տաքսիով եկանք այստեղ։ Ինչ իրավիճակ է Թեհրանում։ Թեհրանում հիմա մի փոքր վախենալու է, մարդիկ շատ արագ են դուրս գալիս, բայց Իրանի այլ հատվածներում, այլ քաղաքներում կյանքը իրականում քիչ թե շատ ընթանում է բնականոն հունով։ Թեհրանում իրավիճակը մի փոքր տարօրինակ է, բոլորը հիմա լքում են Թեհրանը։ Դուք հիմա ուղևորվում եք դեպի Երևան, իսկ հետո։ Հետո մեկնում եմ Ավստրալիա, քանի որ իմ ընտանիքն արդեն այնտեղ է։ Կինս եւ որդիս այնտեղ են։ Ովքեր արտերկրում տեղ ունեն գնալու, փորձում են ինչ-որ կերպ դուրս գալ Իրանից եւ գնալ այնտեղ։ Այժմ Իրանում հարազատներ ունեք։ Իհարկե, մայրս, քույրս, նրանք Թեհրանում են։ Ես անհանգիստ եմ նրանց համար, բայց ազնիվ լինելու համար ասեմ, որ մենք կարծում ենք, որ իսրայելցիները փորձում են թիրախավորել միայն ռազմական օբյեկտներ, ճամբարներ եւ այլն։ Places and camps and everything like that. So Այսինքն ձեր կարծիքով նրանք թիրախավորում են միայն այդ տեսակի օբյեկտները։ Այո, անշուշտ, այդպես է եղել մինչև հիմա։ Ես չգիտեմ, թե վաղը ինչ է լինելու, բայց մինչև այսօր նրանք շատ ճշգրիտ են եղել եւ թիրախավորել են միայն ռազմական օբյեկտները։ Ձեր կարծիքով ինչ է լինելու այս ամենի վերջը։ Ով կարող է ասել, չգիտեմ, բայց հուսով եմ, որ դա հնարավորինս արագ, հնարավորինս շուտ կավարտվի, որովհետև մարդիկ շատ են տառապում։ Հայ-իրանական սահմանի միակ անցակետում շարունակում են հերթապահել տաքսիստները։ Հայաստան մտնելուն պես իրանցիները վարորդներով են շրջապատվում, որոնք էլ առաջարկում են Երևան կամ այլ քաղաքներ տեղափոխել։ Մի քանի օր առաջ մեծ գումար էին պահանջում՝ $300-ից $350։ Այժմ սակայն տաքսիների մեծ թվով պայմանավորված սակագները փոքր-ինչ նվազել են։ Օրինակ Երևանի համար $200 առաջարկի մասին ենք լսել։ Սահմանի հայկական կողմում կուտակված բեռնատարների հերթն էլ այսօր մեր գնահատմամբ հասել է 4 կիլոմետրի։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։